Օրեր առաջ քննչական խմբի կողմից, նախաքննչյան մարմնի կողմից մեղադրանքի ավելացում կատարվեց, մասնավորապես վերջինիս մեղադրվեց արարք նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 35-300 հոդվածի սահմաններում։ Դա իշխանությունը ապօրինի կերպով յուրացնելն է եւ 35 հոդված դրվեց որպես փորձ։ Իմ պաշտպանյալը գտնում է, որ այդ մեղադրանքը իրեն վերագրված շինծու է, հորինովի է եւ այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ այն անձինք, ովքեր անցանկալի են իշխանության համար, մեղադրվում են տարբեր ծանր հանցագործություններ կատարելու մեջ, իսկ իրավապահ եւ դատական համակարգը հլուհնազանդ կատարում են կենտրոնացված պատվեր։ Ավելին, ոչ նախաքննության ընթացքում, ոչ միայն այս գործով, այլպես պրակտիկ իրավաբան եմ ասում, նման դեպքերում, նման հոդվածները մեղադրանքներ առաջադրելուց հետո ամբողջ նախաքննության ընթացքում փորձ են անում կոտրել, փորձ են անում տարբեր մեթոդներով տարբեր ցուցմունքներ կորզել, ընդ որում հասկացնում են, որ նման պայմաններում կարող են կալանավորումը փոխել, խափանամիջոցը փոխել եւ այն անձինք, ովքեր գնում են դրան, խափանում է փոխվում կալանավորումը, իսկ այն անձինք, ովքեր չեն կոտրվում, ունենում են հետևյալ պատկերը քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հոդվածների փունջ։ Ահավասիկ այս գործով եւս մենք ունենք հետևյալ պատկերը։ Մեղադրանք է առաջադրվել իշխանությունը ապօրինի կերպով զավթելու ուղղությամբ հոդված, ես կասեմ մի այլանդակ հոդված, որը այսօր պետական լիազոր մարմինների կողմից ցանկացածի դեմ կարող են ուղղել, ցանկացած անձնավորության դեմ, ով մի փոքր փորձում են բոստանա երկրի կողմից վարած քաղաքականության դեմ, անձանց կողմից, ովքեր փորձում են քննադատել երկրի կողմից իրականացվող ապաշնորհ քաղաքականությունը եւ արդյունքում ունենում են նմանատիպ հոդվածներ։ Նայեք, Արտուր Վարդանյանի կողմից միջև ձերբակալվել, կալանավորվելը, երբ վերջինս խոսում էր եւ քննադատում էր իշխանությունների վարած քաղաքականությունը, մասնավորապես որի արդյունքը տնտեսության անկումն էր եւ դժվար տնտեսության վիճակը, եւ ավելին շարունակություն էր տալիս, որ նման պայմաններում գործող իշխանությունը իրավունք չունի մնալու եւ պետք է լինի իշխանափոխություն, չներվեց նրան դրա համար։ Արտուր Վարդանյան ազնվորություն, որը իր գործունեություններ ունեցել սկզբից Իսպանիայում, իր համայնքի զարգացման ընդհանուր ցեղասպանության հետ կապված գործունեություններ իրականացրել, որի մասին ուղղակի իրազեկ է մեր պետությունը, իդեմս արտաքին գերատեսչության։ Նույն Արտուր Վարդանյանը, որը այնուհետև տեսնում ենք Սիրիայում Քեսապի ազատագրման ժամանակ իր ուրույն լուման է ներդրել հայ համայնքի այնտեղի պահպանման գործում եւ իմ ձեռքի տակ կա այդ երկրի իրավասու անձանց կողմից ներկայացած այն բոլոր գովեստի խոսքերը եւ այն գործողությունների արդյունքը, որը վերջինս իրականացրել է։ Այնուհետև մենք Արտուր Վարդանյանին տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ ես նաեւ տեղեկացնեմ ձեզ, որ իր ուրույն լուման է ներդրել որոշակի աշխատանքների շուրջը եւ մեր արտաքին հետախուզական գերատեսչության կողմից ունեցել է գովասանքի խոսքեր, ընդհանուր ցանկացել են վարձատրել վերջինիս իր այդ կատարած աշխատանքը, որը հրաժարվել է, եւ մենք Արտուր Վարդանյանին նաեւ տեսնում ենք ներքաղաքական զարգացումների ժամանակ, որտեղ իր քննադատական խոսքն է ասում, առաջինը սահմանադրական բարեփոխումների հետ կապված, որը որ տեղ ունեցավ, եւ երկրորդ խոսում է տնտեսության մենաշնորհության հետ կապված, օլիգարխիկ մենաշնորհության հետ կապված, որի արդյունքում տնտեսությունը գտնվում է ըստ իրեն դժվար վիճակում եւ ուղղակի նա տեսնում է ելքը իշխանափոխություն։ Այո, Արտուր Վարդանյանին համարում է քաղաքականավոր, որ հետապնդվում է իր հայացքների համար, ինչ վերաբերում է նախաքննությանը, լիազոր մարմնի կողմից հայտարարվել է նախաքննության ավարտ։ Ինչ վերաբերում է զենք զինամթերքին, ապա ձերբակալվել կալանավորելուց հետո Արտուրը արեց հետեւյալ հայտարարությունը, որ զենքը բացառապես ուղղված էր լինելու հետագայում, եթե կարիքը զգացվեր Արցախում, ինչու՞ չէ նաև հետագայում, եթե կարիքը զգացվեր Սիրիայում որոշակի գործողություններ կատարելու։ Կոնկրետ մեզ հետաքրքրում էր Արցախի հետ կապված հարցը, որ հարգելիս կա երկիր, կա պետություն, կա պետականություն եւ պետությունը ինքը իր միջոցներով կարող է զինել ցանկացած պահի օրենքով սահմանված կարգով։ Եվ Արտուրի պատասխանը հետեւյալն էր. դա եղել է նոյեմբեր ամսին։
եկեք ժամանակագրական ունենք նոյեմբերի վերջին իր հայտարարությունը արեց եւ ասեց հետեւյալը, որ ինքը վստահ չէ, որ վաղը միսօր պատերազմ չի լինի եւ իշխանությունը հողերը չի տա որոշակի գործառույթներից հետո հողերը չի տա, ասենք թշնամուն։ Գիտեք, քարտեզ ունենալը ոչ մեկին արգելված չէ։ Կարող ենք ունենալ բոլորս քարտեզ։ Ինչ վերաբերում է քարտեզը, թե ինչու էր գտնվում Արտուրի ձեռքին, եւ Արտուրի ձեռքին եղել են ոչ միայն այդ կարգի քարտեզներ, այլ նաեւ եղել են փողոցների տարբեր քարտեզներ։ Եվ վերջինիս մեկնաբանությունը եղել է հետեւյալը. անհնազանդություն պետք է իրականացվեր եւ ընդամենը որտեղ ինչ կարգով, ինչ ֆորմատով պետք է իրականացվեին այդ անհնազանդությունները, այսինքն իշխանապողության հետ կապված գործառույթներ։ Եվ այս շինծու հոդվածը, երբ սա առաջի դեպքը չէ, երբ դրվում է այս քրեական գործով, նախկինում մենք եւս ունեցել ենք այլ անձանց, այլ քաղաքական գործիչների, այլ ազատամարտիկների հետ կապված, որոնք կրկնվում եմ եղել են վերջինիս համար անցանկալի եւ այդ հոդվածներով փորձել են ճնշել, փորձել են կոտրել։